պետք է առանձնահատուկ խոսենք Ղարաբաղցվոց հաճախ կոչվող կամ հենց տեղացիների հետ փոխկապակցվող եկեղեցու մասին, որը առավել հայտնի է մեր բնակչության շրջանում ինչպես կանաչ ժամ, բայց պաշտոնապես նրա անունն է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Այս եկեղեցին ուրույն կառույց է, պատահական չէ ադրբեջանական իշխանությունների ատելությունը այս եկեղեցու նկատմամբ, որովհետև այն ասոցացվում է տեղաբնիկների հետ։ Այս առումով իհարկե մեզ հայտնի է, որ այստեղ առաջին թվագրվող գործողությունը 1818 թվականին է, երբ հին եկեղեցու Փայտաշեն եկեղեցու տեղում փաստորեն Քարաշեն եկեղեցին է հայտնվում, եւ նաեւ իհարկե 1847-48 թվականի գործողություններն 47-ին զանգակատուն է ավելացվում եւ 48-ին փաստորեն ընդհանուր այդ ճարտարապետական ուրույն լուծումներով հարմարացվում է ընդհանուր կառույցին։ Այս եկեղեցին բավական ուրույն տեսք է ստանում եւ պատահական չէ, որ եկեղեցու վերաբերյալ ադրբեջանական կողմը պարբերաբար կեղծ թեզեր է շրջանառել, օրինակ երբ ընթանում էր 2020 թվականի պատերազմը, այդ ժամանակ հորինում էին իբրև թե այս եկեղեցին ռուսական եկեղեցի է եղել, հետո ատելությունը դրսևորվեց նրանով, որ եկեղեցում իրականացրին ավերածություններ եւ ի վերջո 2024 թվականին հիմնահատակ ավերել են եկեղեցին։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։